Ազատություն Ռուբեն Վարդանյանին, որը որ իրոք հերոս մարդ է, իրոք ազգային հերոս մարդ է, ու ես ամեն ինչ պետք է անեմ, որ Ռուբեն Վարդանյանը արժանանա ազգային հերոսի կոչման։ Սա մեր խայտարակությունն է, տեսեք։ Նիկոլ Փաշինյանին խոսում են խաղաղությունից, չէ՞։ Ինչ խաղաղություն կարա լինի, երբ որ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտերում դատվում է։ Ինչ խաղաղություն կարա լինի, երբ որ Ռուբեն Վարդանյանի նման կրիստալնի մաքուր մարդը, աշխարհարչակ այդ բարեգործ մարդը այսօր Բաքվի դատարաններում դատվում է, ինչա ինքը հայ է։ Ինչ խաղաղություն կարա լինի, երբ որ մենք այսօր Բաքվում ունենք ռազմագերներ, թեկուզ շարքային մարդիկ։ Ոնց կարա լինի խաղաղություն։ Բա լավ, գնում էիր ու ասեմ, սրանում մեծ մեղքի մեծ չափը այս իշխանություններին է, ոչ թե Ալիևին է, որտեղ իրանք եթե ուզենային, մենք իմ այնտեղ թեկուզ մի հատ գերի չէինք ունենա։ Գնացիք, եկա Թրամփի մոտ ստորագրեցիք, չգիտեմ ինչ ստորագրեցիք։ Լավ չէիր կարող եք ու պադոշերեսդ Նիկոլ Փաշինյան, պադոշերեսդ այնտեղ մի քիչ էլ պադոշացներ, ասեին Թրամփ ձյաձա ջան, բայց գիտես մենք այնտեղ ռազմագերիներ ունենք։ Ինչ խաղաղություն առանց ռազմագերիների։ Բերեք մի հատ այդ հարցը հենց հիմա լուծենք, որ իրոք խաղաղությանը նման լինի։ Գնացիր Պրագայում ստորագրեցիր, արա Արցախը հանձնիր թշնամուն, ցելի պետություն հանձնիր թշնամուն, չէիր կարող գոնե փաթեթայինով ստորագրիր, արա գոնե առաջի կետը էս, երկրորդ կետը էս, երրորդ կետը էս, չորրորդ կետը էս, 10-րդ կետն էլ նոր ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի կազմում։ Գոնե տենց անեիր արա։ Նույնիսկ ռազմագերիների հարցը չկարեցա լուծես, եկա պետություն հանձնիր արա։ Ալիև ասում է, իրանք հանցագործներ են։ Ալիև ջան, դու էլ ասա, ըստ մեզ էլ դու ես հանցագործ։ Բա գնա այդ ընկերոջ հետ, կիրթ ընկերոջ հետ, այդ ջանը դու ես ասում, ես չեմ ասում։ Ասա Ալիև ջան, աղբեր ջան, ընկեր ջան, բա ըստ մեզ էլ դու ես հանցագործ, ըստ մեզ էլ հերդ է հանցագործ, դուք էլ մերոնց եք սպանել։ Հեմ եթե բարիշում ենք, չենք բարիշում, դե դնենք հատենց իրար ասենք։ Այդ կլինի խաղաղություն։ Բա ըստ մեզ էլ դուք եք հանցագործ։ Բա Բաքվի Սումգայիթի ջարդերի պատասխանատուները խի չեն դատվում։ Ու թեկուզ այդ Արցախում, այսինքն 80-90 տարեկան պապի վիզը կտրողը խի չի դատվում։ Մեր սպային կացնահարողը խի չի դատվում։ Բա մենք էլ տես լիքը բաներ կարանք ասենք, բա ասա Նիկոլ, հազիվ ստե խեղճ ժողովրդին ես ասում, այնտեղ խեղճուկրական դիմության վրան ես թափ տալի։ Բա մի հատ էլ այնտեղ Ալիևին ասիր այդ մենք խաղաղության, Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, որ սենց բան դու երազումդ էլ չէիր կարող տենալ, բայց ես կետերել դու պիտի ապահովես։ Այնտեղ դատում են, ՑՄՀ տվել են, 20 տարին տվել են մեր հայկական պետությանը, մեզ բոլորիս, մեզ չեն դատում են, մեզ բռնաբարում են, կոնկրետ ես ինձ բռնաբարված եմ ասում, որ իմ ռազմաքաղաքական ղեկավարությունն այսօր Բաքվի բանտում է, Ռուբեն Վարդանյանի նման մարդը, որին ես մի այլ կարգ եմ հարգում, այդ սուրբ մարդը Բաքվի բանտում ու ես ոչ մի բան չեմ կարող անեմ, ես համարում եմ ինձ բռնաբարված, ու ցանկացած թասիբով հայտ ես պետք է համարի իրան։